Ողջույն անգիներիս բարի երեկո, բարի լույս, առավոտի լույս, արագակն արդար, ապրիլի 11, 2025 թվական, շարունակվում է շատ վտանգավոր իրավիճակը, ես չեմ խոսում պատերազմի պոտենցիալի մասին, մեր երկրի շուրջ միշտ այդ հնարավորությունը կա, հավանականությունը կներեք, ես շատ չեմ ընդլայնվելու այդ ուղղությամբ, բայց մեջբերում պիտի անեմ այն ինչ որ մեր բռնածուղին եւ հայրենիքի ազատությունը, փրկությունը, աճ ու բարգավաճելու Եվրոպայի ուղղություն բռնածը պիտի հասկանանք, որ այստեղ հարավային Կովկասում վրաց հայկական հարմոնիզացված, ինչպես ասեմ, էլի, աշխատանք ասեմ, թե նպատակ եւ ուղղության դրսևորման կարիք կա։ Եվ 7 տարվա մեջ մեր կառավարությունն ու իշխանությունը ընդհանրապես պետականության օրեն եւ այդ մակարդակի վրա անդրադարձ չի արել այն մեծ ու ամենահին հայ համայնքներից մեկը, երկրորդ երևի Երուսաղեմից հետո վրաց հայկական համայնքը Վրաստանում։ Իսկ ամենադժվարին օրերին ամենահզոր հայրենիքին թիկունք կանգնող գործարար եւ այսպես կառուցողական ու կոնստրուկտիվ բիզնեսի ոլորտի, բայց ընդհանրապես կարող հայ համայնքից է եկել օգնություն, այդպես չի, պարոն Այք։ Ես կարծում եմ, որ Լոս Անջելեսի դա գոնե հայրենիքին մոտիկ է, մեքենայով նույնիսկ կարող ես գալ Հայաստան, կապը կարող ես մոտիկ պահել, բայց մեկ-երկուսդ Բելգիայի ափերում պիտի հասկանաք, որ այդ երկրում մեծ աշխատանք կա անելու հայրենիքին արդարություն տալու եւ փրկության ուղղությամբ, դուք նման չեք, մեկ-երկուսդ բոլորիդ, չեմ ասում այն Վրաստանի հայերին, ում որ ճանաչում եմ, անուն ազգանունով չեմ խոսելու, բայց այն կարողությունը եւ այն լճացումը, որ ձեր մոտ է, եւ չեք միացել Բելգիայի մեր խորհրդի անդամներին, դա ուղղակի ամոթը ձերն է, մերը չի, որովհետև հայրենիքը ձեր կարիքը չունի, եթե այդպես է, դուք հայրենիքի կարիքն ունեք, վաղը երեխեդ քեզ փողոց է շպրտելու, այդ Եվրոպայի օրենքներով, ու հասկանաս, որ այն հոգեբարոյական արժեքները, հոգևոր արժեքները, եւ այն սրբությունները, որի համար պայքար ենք տալիս, ՀՀՑՑ կուսակցություն, այդ մեր խորհրդի անդամներին դուք շատ ուրիշ տեսակ պիտի աջակցեիք, ձեր լճացումներից գոնե, բայց խնդիր չի, ամեն ինչ տեղ է եկել է եւ Բելգիայում մենք գալիք օրերին մեր գործունեությունը կծավալենք օրենքի սահմանում, թող նստի տեղը, գիտեք, ում նման եք, նոյին ծաղրողների նման եք, երբ տապանն էր կառուցում անապատում, մնացի տակն ու մեջը, եթե դու այդ սուրբ հայրենիքի վրա մեջք ես թեքելու, Աստված օրհնի ազգս հայոց պետականությունը, սիրելի հայրենակից, մտահոգություններս ուզում եմ կիսվեմ բոլորիդ հետ եւ խաչակնկվենք Փառք անվանը Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո ամեն օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ ընդ աճն մեր երկնավոր Հոր եւ գալիս է ալելույա Տեր ամեն։ Ուրեմն աղոթկանելը չի նշանակում ես որևէ մեկին ասում եմ որևէ մեկից մաքուր եմ։ Դա նշանակում է երևի աղոթք չանողներից ավելի շատ կարիքն ունեմ Տիրոջ ներման, ողորմության եւ փրկության, քան նա ով կկարծի ազնվականը եւ ընդհանրապես աղոթ չի անում։ Ես ամեն օր իրա կարիքն ունեմ, որովհետեւ շատ մարդկանց հանդիպեցի, աշխարհը ման եկա, խոստովանիմ։ Տեր Աստված, Տեր ես իմպես կեղտոտ անարժան, անպիտանի եւ անկարող ծառա չտեսա Գրիգոր Սուրբ Նարեգացի մեջբերման ավարտ։ Սիրելի հայրենակից, ուրեմն ինչից է որ համալսարանի աստիճանի
USC, UCLA, UC San Diego, UC Berkeley, երեխեքին ասենց բաներ եք տալիս էլ UC San Francisco, wow, բերում եք ասում եք աղջիկս ավարտեց ես ինչ ֆակուլտետ է, աղջիկը կորել է, նա մարդ չի այլևս, ուղղակի քաղաքացի է, որովհետև քո աղջիկդ 23-ից 27 տարեկան մինչև 30-ների սահմանները, ինչից է որ համասարան ուսանող հայ համայնքը այդ երիտասարդ հարավային Կալիֆոռնիայի դաշնակ փնտի բոշա տեղյակ չի Հայաստանում ինչ է կատարվում, որ քաղաքական ուժերն են պտտվում, ինչ էներգիա է պտտվում իր հայրենիքի շուրջ, անտեղյակ է։ Հիմա եթե համեմատվես հրեայի հետ, այդ տեսակ են աշխատել իրենք։ Ասում են բժշկական սովորող տղա աղջիկ իրենց երեխեքը ֆորմեն հակը կոմպյուտերով են իրենց տնային աշխատանքները ուղարկում իրենց պրոֆեսորի։ Բայց գնում իր սեզոնը 3 ամիս ծառայում է։ Աշուն, ձմեռ, գարուն, ամառ ծառայում են բանակում։ Բայց ո՞նց են անում Ամերիկայի ափերից։ Ասեմ ո՞նց են անում։ Օրինակ ARTN-ին, որ զինվորական գծով պատանյած ծրագրեր էին ներկայացնում Լոս Անջելեսի ափերում, ամեն կողմից ամեն հաչոցը հարձակվեց վրաս։ Այնտեղ երկրորդ հերթին վերլուծաբաններ կակ, ասեցի նայ, քո լսարանը ի վերջո մի բանի պիտի ծառայի։ Բանակային մարդ է գալու մեր պատանիների ծրագրի համար։ Արմեն, պարոն Չիբուկչյանն էլ էր տեղյակ։ Այս գիծը բերելու է Ուկրաինայի 20-ից 25 հազար գոնե կռվող ուժ գալիք են ստոլբին, որ տալու է բոլորիդ գլխին։ Սա ես հայրենիք վերադառնալուց եւ պատերազմից առաջ եմ զգուշացրել։ Դուք ինչ եք անում, պարոն Այկ։ Դուք խաղում եք, որ ԿՊ-ն ունենա շատ կեղտոտ երևացող ընդդիմադիր եւ ձեր մի մոմենտ էլ Շիրինյան, Բաբաջանյան դաշինք սատարեցինք։ Արդ քաղաքական կապիկ խաղացինք, բայց հարավային Կալիֆոռնիայում որն է խնդիրը, որ քո 25-ից 30 տարեկան էշը տեղյակ չի համասարանը ավարտելու հեսա Հայաստանում որ քաղաքական ուժն է իշխում։ Չգիտի։ Թող նստի տեղը։ Չգիտի, որովհետև լսարան ունեք ձեր ծծա ասողները, որ տատիկի դուրը շատ է եկե։ 79 տարի ձանձրացած անհույս կույս ապրած քո տնային տնտեսուհի տատիկդ դոգի ծծա ասել նա կարոտ է, ուրիշ բան չէ։ Սրա վրա մեխվակ, մնացիք։ Ավտոբուսի գներից եւ Բագրատը գնաց, Բագրատը եկավ գրնոն ասեցից, Քոչարյան ու Փաշինյանից են կողմ գլուխը չես կարողանում հանես, որ կորում ես, 8.5 միլիոն կոտորածա տեղի ունենում։ Դու, պարոն Արարատ Միրզոյան, պետականության մակարդակով, պետական աստիճանով, ինչի acknowledgement չես տվել, քո սպյուրքի հանձնակատարի միջոցով վրաց հայկական համայնքը իմ։ Եվրոպայի մուտքը փաթի Բաթումի է եղբայր, Փարիզում չի։ Սիրելի հայրենակից, ես պետությանն էլ չեմ մեղադրում։ Ես ինձ եմ մեղադրում։ Ես մեղավոր եմ, որ ավելի լավ չեմ աշխատել, որ մինչև հիմա Քոչարյանի տղեն կարողանում է նստի մեքենա ու գնա ազգային ժողով։ Ես սրանց անդրադարձել չեմ անելու արդեն։ Հոգնեցի ես կապիկությունից։ Բա գալիք մարտական խնդիրները, ցավը տանեմ հայկական բանակ ջան։ Այդ Եվրոպայի ափեր ու Ամերիկայի ափեր։ 1,5 միլիոն բանակդ որ դուրսնա, դու դրա նման կռիվ տվող ես տղես, հա? Հենա քո ԵԿՄ, հենա քո աշխարհազորային, ով լի դիմանա աշխարհազորային արա։
Հենա քո 18 տարեկան վերջի սերունդը, որ աճ է 14-15 տարեկանից, որ 14 տարեկանը 4 տարի անցավ, 18 տարեկան բանակա գնացե։ Արա թող ասի, այս գրա հենց արա եմ ասելու քեզ։ Այս գրատախտատիկի դեմը որտեղ որ կա այդ ծրագիրը, կայնեմ երեխեքին տամ ինչ պետք է, հանեմ մի քիչ է խոտերի վրա։ Թող գան հասկացողները նայեն ինչ եմ տվել։ Ձեր ռազմա ավիո ինստիտուտը առաջի մաս։ Սերժ Սարգսյանի նկարը միջև մի պատին կպցրել է անասունը։ Այն կրիմինալը, որ ստորագրե տվել է Ամուլսարը, 12% պետությանն ու տատիկ պապիկի թոշակին քո ունեցվածքից։ Այդ կրիմինալը անասունի վաստակը, այդ չիբուրաշկեն։ Նկարը կպցրած է պատին։ Ում դեմ դու արել ես հեղափոխություն, որ պատժես Քոչարյան։ Բա պրավալ չես, բա ինչ ես։ Դու կարողանալու ես այդ բոյը տաս հակառակորդին։ Հետնահանջ Վարդենիսից նշանակում է գնացից Չարբախ արդեն ընկեր։ Չարբախ, Բիսեփկեքը, ընդ պետք է տնես ավազից Տոբրակ։ Քանի կիլոմետր է։ Վարդենիս չի։ Վերին Ժորժախի է մեկ-մեկ կտկտում, քջուջանում։ Ծրայրավորել է քեզ սիրելիս։ Դրանից դուրս գալու դատարկություն եւ բաց նայելը կա հակառակորդի։ Ոչ այն հասկացար ինչա նշանակում, ոչ էլ այն հարգելիս։ Եկեղեցու կարգու կանոնը վերադարձնելը կկանխի աղետալի Holocaust, հայոց Holocaust, իրոք եղերն, ու դուք ես միլիոն կորումա, 25-ից 30 տարեկան համասարան սովորող արա, մեկը արքիտեկտուրա սովորում ճարտարապետություն, մեկը ես ինչ սպորտով պարապած, լողորդ աղջիկ երեխեք, բիլակները տեղը, տղեկին էլ չեմ էլ ասում եմ, եսի գիտես ինչ պիխոր, եսի գիտես ինչ սնայպեր երեխեք են սրանք, առողջությունը, անդրադարձություն, յարա Հայաստանը չգիտի քարտեզի վրա որտեղ է, 7 տարի ինչ ես արել, պարոն, Զարե դու ինչ ես արել, կամ դու չես արել, կամ Երևանը չի թողել արա։ Ես ինչ եք անում իմ ժողովրդը ազգիները։ Աղջիկ երեխեն գնաց է բանակ արել տվե, տղեն էլ գնաց է հանելա տվե, էդ եք տվե արդյունք։ Որ Գարեգին բենել երկու տղամարդ գեյ ամուսնացնի եկեղեցումդ, հենա փաստը ասում եմ, թող հանրային հերքի։ Հարթուկված ձեր աղվեսներին մի ուղարկեք, տետրացիկլինուհի, տետրացիկլինը ջեբը ձեր վարակված կնանիքին արա։ Դու անձամբ հերքի։ Օվնան Տերտերյանի հետ հելեք հանրության առջև, ասեք, Վարդան Ղուկասյանին մենք ասել տվինք, բայց չանցավ, վը գյուլեմ գասմա, մի հատ իմանամ միասերական ամուսնություն մեր եկեղեցում, Վարդանիկ, էդից այս սեղանից է եկե, որ դու հաճում ես, լսում ես, դուն էլ նենց մի քիչ ծրված ես, քո պասատկեն պախոտկեն էլ տեսակը մեն, սպեսնա քիչմ ռամ է ծուր է քո, մտնեմ զոն տղա դուս կամ, այդ թորմշած Բադր ջան, 25-ից 30 տարեկան երեխեն ու երիտասարդն ու պատանին ու հասուն առնացած տղամարդը կացած նայում է շեն ու շնոր բոյ բուսա I don't know what's the ruling party in Armenia, mom? I think it's the political contracting or something like that. Merenel chirurka. Նայում ասում եմ, դու իմ ընկերոջ տղեն ես, հա, մի հատ survey արա, 100-ից 100-ը UCLA, UC Berkeley, չգիտի այդ տարիքի, թե ով է իշխող, այդ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում արա։ Բա եկե գնաց է ինչ է կարե ընկեր։ Առաջի տիկինը հետը բերեց իմ քայլ պատանիներին։ Մոտիկացա խոսացի երեխեքս այդ ռանգները փոխում են, Օրաս ես կարող է KGB-ի հին սրսկած նոր ուղար, սենց սրսկած որն այն, որ
Նիլիզիա է դա, եթե sense բան խոսան Նիլիզիա է դա ու KGB-ն էլ ինչ որ այնանից նայում, ոնց որ բանը լի, Բրեժնևի տարիները լի։ Այդ երեխեքին հետ ինչի եք տենց սովորացրել, որ ոչ մեկի հետ չխոսան։ Բայց երեխեք չեն որ կորում են։ Մենակ քո Ղալմաղալն ու Ղարաբաղի եղու բրինձը տուր ես հետամ իմ փողերը տուրը։ Ոչ շնոցեք սարքի արա։ Ես դիմում եմ իմ հարգած քաղաքական մամա ջան փորձագետ եւ վերլուծաբան Կարեն Սարգսյանին, դու եղբայր, քո ընկերը Արմեն Չիբուկչյանը, տղավարի, մի հատ վրայից անցնենք 16 թվից մինչև հիմա, լոսի քո կոմենդոսական մաղ ծախողները, ձեր Տեր Թաթևոսյանի թվից, այդ ստախոս բիձեքը, որ Շուշի են ազատագրել, մեկ դրանք հասկանանք ով են, կամ եթե անդրադարձ չեք ուզում անեք, վախում եք, օքեյ, ինչ պատահեց, որ չկարողացավ ԻՊՀ-ն բերի, այն ուժը, որ գարանտիա ուներ, ինչ պատահեց, բա հայրենիքում որն է խոչընդոտը, և Սփյուռքում, ասեմ, ձեր վերլուծությունը, պարոն Կարեն Սարգսյան, Արմեն Չիբուկչյաններ բոլորը, ձեր վերլուծությունը մեր տատիկին բռնաբարել է, որովհետև զնգոցից ենկոմ, դատարկ գավաթի նման խռուստալ, արահարժեք չկա ձեր արատի մեջ։ Ուր ասենքը։ Եղբայր Հայաստանի Հանրապետության Մարքսայինը ունենում է մի հատ թուղթ։ ՀՀ փոխ վարչապետ բարեգործ հանձնաժողովի որոշում անանա ավրադնա ասма մի հատ էլ տակա աղբարի լեզվով։ Եկող զենքը բարեգործ նպատակի համար է նպաստելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, որովհետև կան կամավորներ այդ մասը քեզ ինչ արա, բրնձակեր մուջահադ ալացվեց սահմանըտ, Պակիստաններից բերած, Պարսիկը ոնց կուրսի չի, սեփա հետախուզական, են ակենտները, որ այսօր Մեղրի ու Սյունիքում վխտում են, հա ազիզեմ, միատեղ զորավարժություն, դու ոնց կուրսի չես եղել, քո անապատի բերանով է եկե Պակիստանի պիժամեն հակը բրնձակերը, որ կրակել է իմ երկրի վրա։ Թեհրանի 44-օրյա պատերազմին ուղակի Բաքու չխփելը դեռ ինքը չի մարսելու, այդ բրինձը շատ ջուր է քաշելու։ Եվ ջհուդի տված հերոտ կամկազիները իրա զինվորի գլխին է անձրևելու, Ադրբեջանցու ձեռով։ Թուրքիայի երգերեսանի դիվանագիտությունը համալ շեֆտելի վերշեֆտելի պաղեստինցի է պաշտպանում, համել հրյայի հետ հանդիպումներ է կայացնում Բաքվում, ով է ապուշ ու քյորբու Հայաստանի քաղաքական գործիչների նման աշխարհի վրա, որ քթի դեմը չտենա ու հասկանա ինչ է կատարվում։ Ազիկ Պարսիկ Հակոցի։ Հոսև աշկերի համար չի այդ միատեղ զորավարժություն։ Չի կարելի մեջբերում եմ անում մեր գաղափարակից հայրենակից, սիրելի հարգված քաղաքական վերլուծաբան ու գործիչ և դիվանագետ մեր եղբայրը, մեր հայրենակիցը Գեորգի Տումասյանը Վրաստանից։ Ոչ կարելի է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել են ինչ-որ զորավարժություններ են հայտարարում հայ իրանական սահմանապահ զորքերը։ Մեջբերմանավար։ Դուք 2 ամիս հետո դեմները տենալ գիտեք։ Ես Ազիկ Պարսիկ Հակոցի չեմ ասում իրար վրա գրմռալ է։ Լսում ես ինձ։ Եթե հնադարյան առումով նայենք, այդ այրունը ձիերին է քշելու իրանց։ Այդ աստիճանի գզելու են իրար։ Բա պարոն վազգենականներ պարոնայք ու ես իմ էլի սպարապյակ մեռա, բանակ մեռա, տատիկս հտենց չեր խոսում արա, զորավար մարդիկ եք հանդես գալիս, բա
Բա մենք մեր հարցին ոնց ենք լուծում տալու։ 44 օրյա պատերազմի կորուստը չես կարող դնել կշերքի վրա այն թվերի հետ, որ 8 միլիոնի շրջան եղեռնի է ենթարկվում լուր սուսուփուս, կորում է ազգդ ժողովուրդ, ոչնչանում ես դու։ Ես գտնում եմ, որ ծխել կարելի էր, չէ՞, շնորհակալ եմ։ Անպայման ապրիլի 24-ին ժամը 14:00-ին իմ հարգածներն եք դուք, եղբայր, Կարեն Սարգսյանը, Արմենը, ազգանունը մոռանում եմ, ակնոցներով քո գործընկերը։ Էնի մի քիչ ավելի աղբարի գծից է, ես ջոգում եմ։ Հա, դրա համար մի քիչ ավելի տաղանդավոր է, կներես։ Լիլիթ Դալաքյաններ, Գուրգեն Սիմոնյաններ, հլը հավաքվեք Կոմիտասի պանդիոն մի հատ։ Եթե երկու նախադասություն էլ պիտի փոխանակեք, գոնե մի հատ գալիք օրերին մշակվելիք հայկական պետականության օրինակ ու սմենափոխը ճանաչենք ով է։ Այլապես մենք կսպասենք մինչև Դեմերճյանները հետ կան։ Ոչ մեկի տավերյա չկա հայրենիք։ Շատ սխալ արդարանալու մոտեցումա, որ այս պատերազմը մենք տանուլ տվինք, էլ մենք չենք տեսվի, էլ ես հրաժա։ Էդի գիտես ինչա, քո վախկոտությունը ծածկել է։ Ղարաբաղցուն դու ոչ մի բան պարտք չես, Հայաստան։ Ով բերանը բացեց բգո գրնոներով, իրանք Կրեմլու առնետներն են, բանա Կանադայի KGB-ն է, Արա Պապյանի ընկերներն են։ Չի լինում նախքին, եթե օֆիսեր է KGB, սիրելիս չկա տենց բան, նույն KGB-ն է։ Տարեք երրաբլուրը կողեք աշտները։ Մի տարեք, որ անդրադառնան եւ միգուցե դարձի գալու արտահայտություններ անեն, որ ներողություն խնդրել, չէ, կողքի աշկը, երրաբլուրը, ու ասա քեզ ինչ եմ պարտք, հələ գնա մյուս սերունդը նայ, 20,000 զոհ եմ տվեք գումար, ցեխոտ։ Ես մեկ բանին էլ իմ հարգած զինվորական Սամվել Անդրանիկի Բաբայան, գեներալ լեյտենանտ եւ առաջի ոնց որ համաշխարհային պատերազմներ ենք ասում, Արցախի առաջի պատերազմ, Արցախի երկրորդ պատերազմ, տկից ամեն ինչ տվե 7-17 շրջաններ ավարտել եք, մեզ էլ թողել եք մեջտեղ մեր երեխեքի հետ։ Անձեն անուտելիք։ Այդ առաջի պատերազմից հետո, այդ ինչ էր բանակդ, Հայաստան։ Բայելով չի պարտկանի երեխուն պավեսկից փրկի, բայց այսօր ես եղել եմ ուսումնական զորամաս, չեմ բարձրաձայնի, բայց այն սարքավորումները, որ ես եմ տեսել, ուսումնական, այդ հաստատ Սերյոժայի օրոք չի եկել, եկել է Նիկոլի օրոք, այդ հստակ։ Տորը բերել է Դավիթ Տոնոյանը, թե չէ մինչև այդ չունեիր դու։ Դրա վրա էի ուրախացել, որովհետև անկախ եւ տանումս սիստեմ ունի վրեն, բայց կուզովի համարով հատ տեղը կճշտի ռուսը։ GPS tracking-ի վրա կդնի իրան, թուրքը կգտնի որտեղ է։ Դրա համար ասել եմ այդ ռսի պրիոմը հանեք շպրտեք եվրոպական $20 է, 15 եվրո արժի։ Ռացիան փոխի ռուսականը հանի, ասում եմ, մինչև ունի այն բանը սովետական տանկիստի գլխարկն ես տնում երեխեքի հակա։ Մի արա ախպեր, տեղը ճշտում է։ Ինքը գիտի կուզովի համարով այդ BTR-ը, թե տորը տուրտեղ ինչ է պատտվում, ինչ է անում։ Այսքան բանը այսօրվա տեխնոլոգիայով Կիտայից երկու կանտերը, որ առնի մի 500,000 այդ չիպը, վրան երևի $1,000 կնստի, որ ուր էդ այդ չիպը ամեն մի ռադիոն միացնելուց, այդ քաքը միանա Կրեմլու պատվալից, բորշը միանից ուտելով կալաշնիկովն էլ կոթը ջարդած կողքը դրած, այդ պեպենոտ թաթարի վաստակը, կճշտի ու կասի քո այդ բոլոր համակարգ ու համալիրների տեղը։
Հանի ռուսական ռացիա մի օգտագործի այլևս։ Բոլոր տեղերից վերացրա։ Էդի զիբիլի պես այ մեղբար կոպեկները։ Սենգարդ դիր ամերիկյան նախքին սերունդը։ Սենգարդ։ Որ դրա հետ միասին էլ այդ վիզիոն աշխատի են ինչ որ բղավում եմ որ նայի լսի հոտոտա երբ որ տեղի ունենում այդ սարքերով է տեղի ունենում ոչ թե ավչարկի նման հելլեմ հոտոտը մեզ դրա մասին չի խոսքը կախագանջ մի ամբողջ ինստիտուտ աշխատանքը մի աշխարհ հետևներից տնկա չկարողացա բռնեմ 3 տարի Իմի ամեն մի մատը փուշ մտնելու համար գալեմ դուրը ծեծեմ կամանդուշի կամավեր Գործ դիմում չի հասնում ասրյանին չի հասնում ինտերսեպտ է կանում ճամփին հոպ դիմավորում եք չկա այդ թուղթը Այս տականքն են սրանք ժողովուրդ Մարդուն պիտի տեղեկացնեմ թե չէ ինչի մասին եմ խոսում Եթե ես այդ շարքերում որևէ աշխատանք շարունակեի ասենց ընձի չէիք տեսնի Բայց ես իրավունքի մեջ եմ հիմա խոսեմ Երբ որ գվարդիան սկսի կայանալ ամիսը 2 օր տարին 2 շաբաթ այդ խնայողությունը դնի սեղանիդ պետություն դու կկարողանաս այդ խնայողությունը վերաներդրես վերաներդրում անես վերաներդնես 25 օրյա հավաքին զինվորական վճար բարձրացնես մեր բերած խնայողության աղբեր դիզելից մինչև ամեն ինչ խնայողություն գոյություն ունի մինչև մակրակայինը մանկապարտեզ ասեմ եղբայր թորի վրա պարկած մենակ բռնել պրիցել ու կրակել ասում բայց չի հասկանում որ կրակելը տարբեր աշխարհ կրակը ուրիշ տեսակ են տիրապետում կրկնողությունը չի նրա հմտության մայրը այլ միանմանությունը կախագանջ այտենց էլ չիմացար ինչա նշանակում մինչև հիմա նայում եմ բա ուր են ձեր սպեցնազելի գլենդելից եկած նագոլկեքով սիրուն բոյով տղեկը զարձանտ սենց ուր են թող հենեն մի հատ հանրային խոսանք թող բացատրի ինչ եմ ասում սպեցնազը թող բացատրի ինչ եմ ասում հանրային պետք է բացատրեք արա Ոչ թե կռվի դաշտից փախնես գաս Նիկոլը վրա գեներալ մայոր խփի Գիտեմ ում մասին եմ ասում 20,000 զո Հայապահպանման փոխարեն հոգեբարոյական արժեքները պահպանելու փոխարեն հավատքի տունը փայլուն եւ կենտրոնում լույսավոր ազգային պատանիներիդ էլ պատկանելիության օջախներ մշակելու փոխարեն բերել ես մի հատ Գարեգին Բեկով Վազգեն կոչեցյալի ձեռով շողակատում իր ծյոծյային է եթե մեկ ինքն է օրորվում ինք չի կարա օրորի շողակատի ծյոծյային Բայց ստեղ մենք արդեն Գերմանիայի ափերի ճշտած բաներ ունենք, որ տարեց կանանց սեռական ծառայություն իրականացնելու գծերի մեջ էլ է սեղե դու Գարեգին B. Ու դու ունես դոմպիպով որ քո հետևն ապահում, 2 տղամարդ ամուսնացնելուց հետո զանգի էլի մոբիլիզացիա, խելար Գրիգորի տղա, գալիս են փագենք դռները, անեցք ես տարածում Սիրելի հայրենակից ոչ մեկիդ կամավոր միլիցիան լինելու նպատակ չունեի Եվ իմ նման շատ կան Կգան ինձնից շատ առումներով շատ գծերի վրա շատ ավելի ուժեղ գործ կանեն Բայց ես ինչ եք անում դուք Քո ուժը իսկական Հայաստանում չի սիրելի Էնտեղա որտեղ Սպիտակ ջարդի ու եղերնի է ենթարկվում Ամոթ ձեզարը Այդ տելևիզորի վրեն կնստես Եղավ Շեշ դուս կտաս միշտ Ու կասես դու հայ ես Զորավարի կիսատ գործը
ընթացքի մեջ դնող գործ եք խոչընդոտ է ապուշներ։ Դրա դակազատն էլ կա։ Հիմա նոր զարգացումներ, նոր թեմաներ։ Գրգռվել եք, չէ՞, միգրաֆոնը բռնեք, տեսեք։ Հոնքերդ սանդրես, նստեք։ Ժողովուրդ ջան, ես եկա ագանջողով, մեկից եմ։ Դու այսօր Գյումրի չունես էլ, ունես Լենինախալ, զնակը կաչեցնել, թշին խփած։ Ներսը վերբով կա, պետք է միախատան գերական տելավ, աղբիրտինքի մեջ կորաստեղ չի, նագոլկեն թշիտ խփեն հանեն։ Այդ վիճակն ունես դու, Գյումրի չես էլ։ Մինչև չմաքրես էդի։ Ամեն մի երաբլուր, ամեն մի հարազատներիդ վրա գնալուց էլ մի հատ անդրադարձ կանես Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրիկին։ Բոլորին չեմ էլ ասում։ Ու կետաս հայլու մեջ կթքես քո երեսին, Լեննագանցի, որ Վարդանիկ բերիր ազգի գլխին։ Էն էլ սահման բացել, փակել, Մոսկվայից, Ռուսաստանից ներդրումներ կբերեմներդ։ Էդի ներդրում չի, սիրելիս։ Էդի ռսին տալ է այդ հատվածը, այսինքն Անկարային, որովհետև չմոռանաք մեջբերում անեմ, շնորհակալ եմ սիրելի քույրիկ Լիլիթ Տալակյան մեջբերում անելու համար։ Էնվեր Թալյատը, նա շատերդ ասում եք ջհուդի գիծը, այո, մեջը կա ջհուդի արում, բայց ջհուդ չի եղել ինքը, ոչ էլ հրյաների հետախուզական, եղել է այն ժամանակվա Ռուսաստանի գաղտնի ծառայության շատ ուժեղ օպերատիվ։ Թալատը, որին սատ կացրեց Սողոմոն Թեհլերյանը, Ռուսաստանի գործակալ է եղել նա, այդ ջարդը անողը, թող նստի տեղը դաշնակ։ Ապրիլի 24-ին նախ գլխներիս կերած Ստոլբեքի վիրակապ և մի հատ այդ նակաուտից դուրս գալու։ So, նայում ենք ընդեղ, crisis management-ն ենք մի հատ տեղը բերում։ Հարգելիներս, երկրորդ աշխատանքը, կոնտակտ ինֆորմացիան բոլորդ փոխանցում եք այդ օրը։ Ով ներկայա թե ներկա չի, կարևոր չի, ես գիտեմ ինչ եմ ասում, ըտենց չի մենակ, բայց Կոմիտասի Պանդիոն գալը, ապրիլի 24 ժամը 14:00-ին, արդեն ցույց կտա, որ դուք էլ թաքնված ուրիշ ուժերի կողմից չեք աջակցվում, տիկնայք պարոնայք, այսինքն նույն կալցոն չպտտվենք կանք նույն բուքսավատնն անենք էլի, Արամ Սարգսյաններով, բաներով, եղբայր քաղաքական դաշից դուրս արի ինգեր, գնա քո ճանապարհը, աղբորդ բերած աղետի դեմ եմ պատերազմում այսօր, պարոն Արամ Սարգսյան, ձեզ եմ ասում, դուրս արի ինգեր, Վարդանանք ազգային շարժումը պարտադիր, անհատ հայրենակցի պարտականությունն է, բարձրաձայնում Լոս Անջելեսի ափերում, գալիք Նենսի Պելոսիին գնալիք պատետու գործի ստորագրա հավաքին պտի բոլորդ մի մարդու նման մասնակցեք, մի գնացեք կարաս ռեստորան Գոր Վարդանյանի տղեկի կողքը նստեք, կարատե, այդ տեդրացիկ լինուհի արյում մի ասա, ում ազգի տղեկին ես հայհոյում դու, էտում իսկական ազնիվ զինվորներին ես հետամնաց անվանում, քո հորմոնն ու պրոտին խմած կրծքեր մեծրած նագոլկենե վրները խփած փուչիկներով արա, այդ թթվի բոշկեք, էտում ազնվականին ես տիպչում տղաճը, իմ զինվորներին, իմ բանակայիննա հետամնաց, հայկական բանակը, ես կասեմ ինչ պետք է, էտ իմ տուննա, որից դու փախել ես, դու պավեսկից թռել ես նրա, եղավ թռած արյում մի ասա, դու նման ես հին 60-ական թվերին, որ ասում էին,
Սեկայի պարտքից թռնող տեսակներից ես ընկել։ Լոս Անջելեսի ափերում, սիրելի հայրենակից, մեր սուրբ հայրենիքի ուժը ամենամեծ հայ համայնքներից մեկն է այստեղը։ Բայց դաշնակը, ավաղ մենք ժամանակն արթնանանք, որ ոչ միայն նահանգային սենատում ադրել իր կոռումպացված, ընտրաթերթիկ post office post հասցեով եկող գողանալով տատիկ պապիկների տարեցների, լսեք ինչ եմ ասում, հայ ժողովուրդ, մանկապարտեզները տիրելով, հովնանի նամակները ուղարկելով, իրենց փողի լվացման լվացկատունը պահելով, մեր տատիկ պապիկները, որ գնում են մանկապարտեզ, դուք գիտեք ինչ քաղաքական Իսկենդերներ են նրանք, ամեն մի mail-in ballot-ը, եթե դու կազմակերպես բերես մի տեղ, եթե իմ խոսքը լսես, այդ քաղաքական ուժը քո կդնես նահանգային սենատի առջև, կասես հոպ, Վարդանանք ազգային շարժումը ունի այսքան ընտրական ուժ, կամ պիտի խոսենք։ Դա քաղաքական շանտաժ չի է, Ամերիկայի ռեգուլար պրակտիսն է, դրա համար 28-րդ դիստրիկտում ապուշացման պրոցեսի տակ էլ մնացել ես, դա դաշնակի գողացած քաղաքական աթոռն է։ Եվ այսօր Գլենդել Բըրբենքում էլ որոշակի չափով քաղաքական ազդեցության տակ ոստիկանություն էլ։ Դրա համար Լոս Անջելես ոստիկանությունը պիտի վերցնի այդ պատմարտականությունը իր վրա այդ քաղաքներում իրականացնելով ոստիկանության եւ patrol եւ այդ policing, որ ունենանք արդար եւ ոչ քաղաքական ազդեցության տակ ոստիկանություն։ Սիրելի հայրենակից, ամենամեծ համայնքը հրկելու, երեք էլ ասեցի մեջբերում անեմ, աշխատանքի պրոցես կա։ Այդ աշխատանքի պրոցեսի ընթացքում հանկարծ չգնաս ուրիշ Ղարաբաղից եկել են, որ երգում է, ձեր անդրեն, Սարի աղջիկա երգում, ոնց որ պագրիշկեն վրեն չեղնող զլի բանդաժը գլորես ասֆալտի վրան, սենց ձեներ անում։ Էտի Սարի աղջիկ տենց են երկում։ Սարի աղջիկ ով է գրե, տղա ջան։ Վև է գրե։ Վարդապետը։ Բա տենց է գրե։ 9 տարեկանից Ամերիկայում եմ մեծացել։ Ամոթ Ծեզարը։ Երևանում մեկ-երկուսը գրագետ տղեկ էիք, սպյուրք հայրենիք է, դու ընդհանրապես անտեղյակ ես ինչի մասին ես խոսում։ Քեզ հետ է խոսում այս ջունգլիների եղած չեղածին ասելիք ունի, որ լոսը իմ ջունգլին է։ Վարչապետիցդ մինչև հետախուզականը։ Հարավային Կալիֆորնիան իմ ջունգլին է։ Ոչ Բաբաջանյանի ընկերների, ոչ վարչապետի հիպատոսի ու դեսպանի, ոչ ձեր դրած քաղաքապետարանում այդ անդամների, այդ շոպլիկների, որ հայրենիքից փողը լվալու մեջ մերքսը մատել ունեն, անցածը լի, հլը պտի ճշտեն պիպոյի, խաշլամի, կենացներին ինչ գործ ունեիր, գեյլենդել քաղաքական գործիչ, հոպպալարը, դուք կարծում եք, որ ես քաղաքականության մեջ եմ, ես բոլորը հայկական բանակ ջան, հավը տանեմ, ես ամեն ինչը կեսը հանուն քեզը, բայց քեզնից բարձր հայրաքելական սուրբ եկեղեցու փրկությունը, եթե դու հնազանդվես հայկական բանակ, և կանգնես ասես միակ կրոնը, և հավատքը, որ ընդունում եմ իմ շարքերում, բողկական, գյազարական չգիտեմ, հայրաքելական սուրբ եկեղեցինա, պահպանի, միջի գալուստն տեղապահ, այս պորնիկներին վռնդենք, և բերենք ամենայն հայոց վեհապար, տեղապահ գալու եպիսկոպոսատ ժողովից հետո, ամենաբարձր սրբությունը տակո, հայկական բանակ, որի խաչը, որ պահպանում էր քեզ հազարամյա, գարեգին բայի տղեն, բն կներեք, գրիքորի տղեն,
Գարեգին գայի տղեն, հա, Գրիգորի տղեն, առաջի տարով եմ ասում հայրանունը, չգիտեմ մեկնաբանությունը ոնց կդնեք, դուք գիտեք, ազատ զգացեք ձեզ։ Այն պոռնոգությունը, որ իրանք են արել ազգին, ազատ զգացեք ձեզ։ Ոչ ԻՊՀ-ին, ժողովրդին եմ ասում։ ԻՊՀ-ն ծառայողականը, խելոք մնացեք։ Իջացրել է այդ հազարամյա խաչն ու քանդել է քո իջման խորան։ Շարժվեցինք առաջ, սիրելի հայրենակից։ Լոս Անջելեսի ափերում կա ծրագիր եւ աշխատանք անելու։ Ապրիլի 24-ի շեմերին ես փոշին թող նստի, այս աշխատանքը վերջացնենք։ Մի հատ դահլիճում մենք ենք հավաքվում։ Եվ դուք բոլորդ ով ներկա եք։ By default ավտոմատորեն դառնում եք Վարդանանք ազգային շարժման խորհրդի անդամներ։ Կա կարիքներ աջակցության, կա կարիքներ հովանավորման, կա կարիքներ 26 թիվա գալիս։ Մենք հայրենիք չունենք Կրեմլուն տալու, հասկանում եք, բերում ենք ամենահին արժեքները կրող, ամենազարգացած երկիր դարձնող ամբողջ սովետական միության մեջ նման քաղաքական ուժ բերում ենք կառավարություն։ Արա ոնց կասեմ։ Կուսի եմ։ Նրանցից էլ, սրանցից էլ։ Աստվածորդնի ազգս հայոց պետականությունս գվարդիա դու պիտի կայանաս։ Հզոր արծիվ դու պիտի կայանաս։ Ամիսը 2 օր, տարին 2 շաբաթ գալիս է այդ զինվորական օրերը, որ վերջ տանք ես քաղաքականության ու բլոգերությանը։ Եվ անցնենք աշխատանքի։ Էջմիածնի զորք, քեզ խաղաղ ու բարի գիշեր, Հայաստան։